Չեմ հասկանում ինչի եմ ստեղ։ Ավետիք Սարգսյանի դանակահարության գործով։ Իսկ ինչ կապ ունեմ ես դրա հետ։ Դուժացի խոսքով հենց դուք եք դանակահարել իրեն։ Թավոն ա տենց բան ասել։ Եթե չեմ սխալվում, ձեր քրոջ ամուսինն է։ Ինձ ստեղ բերելու հարցում եք սխալվել։ Հենց որ եկեք դրանից խոսենք։ Ավետիքի աշխատասենյակի հարակից տարածքի ոչ մի տեսախցիկի տեսագրություն չկա։ Այդ տարածքը ձեզ է պատկանում, չէ՞։ Հա, Ինչն է ծիծաղելի։ այս խոսակցությունը։ Պարոն Մակունց, ոստիկանության աշխատանքը ծաղրի առարկա չի։ Այդ մեկ, երկրորդը, եթե հարցնում եմ, ուրեմն գործի համար է պետք, հասկացանք իրար։ Մենք սենց թենենց իրար կհասկանանք։ Հարցը դրանում չի։ Այ որ ոստիկանությունն ինձ ստեղ բերելու փոխարեն Ավոյի իրական խփողին բերեր, հարցը ճիշտ ընթացք կստանար։ Պնդում եք, որ դուք կապ չունեք դանակահարության հետ։ Եթե Ավոյի ասածը կարա հիմք ընդունվի, իմ ասածն էլ կարա որպես պնդում համարվի։ Ասում եմ են ինչ կա։ Ձեր ու Ավետիքի հարաբերությունը լարված են, հա։ Չէ։ Չեմ հասկանում, ինչ անեմ, սենց հանգիստ նստեմ տանը ու սպասեմ, հա։ Բա ինչ անես, մամ։ Գրիշոյի հետ ոստիկանության բակում սպասես։ Թեկուս, չգիտեմ։ Չեմ հասկանում, բայց մի բան գիտեմ, որ լարվածությունից գժվում եմ։ Հեռնամ, որ ձեռքս ընկնի կսպանեմ։ Մեծ հորքուրը ինչ կապ ունի։ Ոչ մի կապ չունի։ Ոչ մի կապ։ Ես որ ասում եմ գնալով հորաքրոջ չտես նմանվում։ Հասկանում եմ, որ ուղեղն անջատած հեշտ է ապրել, բայց մի հատ միացրու։ Ինչ կա Հունանից, ոնց է, ուր է։ Անհանգիստ ես։ Հա, շատ։ Ես գիտեի մենակ անինքնասեր ես։ Պարզվում է երկուսը մեկում կարողանում ես համատեղել։ Մամ, Ձենդ։ Ինչ ես խոսում, Իննա։ Այն ինչ որ լսում ես։ Ինձ ուղղակի հազիվ եմ զսպում, որ հյուրասենյակի մեջտեղում քեզ շգցեմ ոտքերիս տակ։ Դու ինձ սենց դեռ չես տեսել ու ոչ ոք չի տեսել։ Դրա համար էլ չափն ու սահմանները անցել եք։ Այսինքն Հունանի արածից հետո մի բան էլ դու ես իմ հետ սենց խոսում։ Իսկ այդ քայլի պատճառնով է ես։ Անզուսպ լինել ու ընտանիքիս մեջ խառնվելն է պատճառը։ Ինչ ընտանիք։ Դու Ավոյի հետ այս տարիների ընթացքում ընտանիք ես ստեղծել։ Թե Հունանի շնորհիվ չի պախարակվել, մտածում ես ընտանիքը տամուր է։ Եթե Հունանի հոգատարության, ուշադրության ու վախի մթնոլորտում քո Ավոն կողքից շատ ինտենսիվ կերպով բազմացել է, պատկերացնում եմ Հունանը չլիներ ինչ էր լինելու։ Մի հատ ուշքի արի, չես կարողանում զարթնես։ Հունանը Ավոյին դանակով խփել է։ Որ քո նման իր աղբորը անընդհատ այդ կիսաֆաբրիկատի առաջ մեղավոր հանի, փորձի վարկաբեկել, բա այս սենց պիտի լինի։ Ֆինալը ուրիշ կերպ էր պատկերացնում։ Երդվում եմ, եթե Հունանն աչքիս առաջ չլիներ, քեզ դուրս կշպրտեի ես տնից։ մամա, վերջ տուր։ Հերիք եղավ արդեն զզվեցինք ես Ավոյա ցավով տառապողից։ Մի հատ էլ ոստիկանություն են բողոքում, վերջին տականքությունն են անում։ Այսինքն մարդուն դանակով խփելը տականքություն չի, բայց ոստիկանություն դիմելը տականքություն է։ Հետաքրքիր մտածելակերպ ունես, Իննա։ Այս ուղեղդ լավ է լեզվիդ հետ համատեղ աշխատում է։ Դե քանի աշխատում է ամեն ինչ ասեմ, որովհետև գնալու ես Ավոյիդ մոտ դառնաս բույս։ Իմ հետ նորմալ խոսա։ Դու նորմալ խոսքի սովոր չես, դու սրան ես սովոր։ Դու մեզ քեզ հետ միասին դարձրել ես անինքնասեր այդ Ավոյի առաջ։ Դու ապերախտի մեկն ես։ Գնա մնացածն էլ ճանապարհին կվերլուծես։ Ու մի բան հիշի։ Ով որ Հունանի դեմ է դուրս գալիս, ինձ հետ է կռիվ տալու։ Ես ցանկացած զենք օգտագործելու եմ, ցանկացածի դեմ դուրս եմ գալու։ Ու նույնն էլ ինքը կաներ։ Ծանոթացի։
Այ էս է ընտանիքն ու սերը։ Դու լավ գիտես, որ քեզ քրոջպես սիրել եմ, որ ամեն ինչ արել եմ, որ երջանիկ լինես, բայց անհնար է։ Անհնար է մարդուն երջանիկ դարձնել, եթե նա այդ չի ուզում։ Ես հոգնել եմ քեզ բացատրելուց, որ ոչ մի տղամարդ աշխարհում, առհասարակ ոչ ոք, արժանի չի, որ դու ստորանաս ու խոնարհվես։ Հոգնել եմ քեզ բացատրելուց, որ եթե կինը երեխա չի ունենում, այդ դատավճիռ չի։ Ու իրավունք չի տալիս այդ փաստը օգտագործեն ու ոտքերը մաքրեն վրատ։ Դու վերջի հունանի քույրն ես։ Դու գիտես ինչա սիրված լինելը։ Թույլ մի տուր, որ այդ ոչնչությունը քո հետ սենց վարվի։ Ավոս ոչնչություն չի։ Եթե տենց ես մտածում, ուրեմն դու ես ոչնչություն։ Դե հիմա մաքրվի տնիցս։ Դուրս! Մամ, Մեղք չի։ Չխղճակ սրան, դրանով ավելի եք դժբախտացնում։ ախր դու գիտես, որ չի գիտակցում, սիրում ու հավատում է այդ մարդուն։ Այդ սեր չի, կախվածություն է։ Թմրամոլից ոչ մի բանով չի տարբերվում։ Ինքը հիվանդ է։ Ու եթե դու դա սեր ու հավատ ես համարում, ավելի վատ քեզ համար։ Այդ ինչ սիրո դրսևորում է, որ ստորացում է պահանջում։ Այդ ինչի հանդեպ հավատն է, որ ստիպում է քեզ նվաստանաս, մի հատ բացատրի կարող է հասկանամ։ Հա, մամ ջան։ Ինչ նորություն կա։ Չկա, հələ սպասում ենք։ Այդ բաժանմունքի մոտ ես։ Ալո։ Մամ, սպասի, հեսա կզանգեմ։ Վայ, աբո ջան, մի նայ, աբո ջան։ Վայ։ Էսով է եկել, էսում եմ տենում, ես ինչ ես գործել ես կողմերում, եկել ես հորը տարած գործը գնահատես, ասեմ, ուրեմն ներքին օրգան չի վնասվել, բայց հարվածը ուժգին էր, սարսափելի, լավ հարվածեց, բայց լավ եմ պրծել, յուվիլյարնի գործը արել աներձակս, դե վարպետ մարդ է էլի, գիտի ոնց է։ Բա որ ատան զգոհ ես, արախի ես գնացել բողոքվե, հա? Չի կարելի, ինչ արա, դիմացդ մեծ մարդ է պարկած, մի քիչ հարգանք ունեցի, հետո սիրտս լծված էր, մեկի հետ պատի խոսայի, այդ բային դու մտնեիր, բուժքույրը մտներ, մեկը հասելու է, խոսալու է, պատի սիրտս թեթևացնեի։ Մի արա, ծերդ քաշի արա, մի արա։ Լսի քեզ ինչ եմ ասում, ահա։ Քեզ շատ քիչ ժամանակ եմ տալի։ Խելոք կգնաս այդ բողոքը հետ կվեկալես հորսվորից հասկացար։ Եթե խելոք քո համար կուրախանաս, որ սաղ ես մնաս, թե չէ, այս մյուս կողմն ես եմ փրթելու, արա հասկացար։ Քաշի արա, ծերդ քաշի։ Հա, արա հասկացար։ Շատ քիչ ժամանակ ունես դու։
Մեղրակեց Տեր Աստծո։ Ուր ես։ Շենքի մոտ եմ, բայց գուշ կնես մեջ էլ կոքի կասենյակում։ Սնայպերը հետ արի։ Ահա, տեսա։ Այ, արայտում ախպորը։ Մատ սաղին սպանելի դրան։ Լավ է, երկուսին էլ փռել եմ, կարաս աստիճաններով ներքևիչնես բուժում չես։ Հələ սպասի։ Ալո։ Ինչ կապել։ Ո՞վ է։ Ասացի իրեն խփած ավտոյի փողը երկորը կլնի ձեն զոնա դուրս չի գալի, հա ոնց որ։ Ավ լավ չես։ Ջուր կուզես։ Հա, ծալավ եմ։ Ուր էիր։ Ուղղակի դուրս է եկել։ Ուր էիր։ Հունանենց տանը։ Բա տենց ասա։ Այնա դու գնացել էիր։ Աղբորդ տաղանել եկել էր, ստենց ուզում էր խեղտեր։ Ոտդ քաշում ես, թե չես, թե մահապորցեր է կատարվում։ Ոնց խեղտել։ Ոնց են խեղտում։ Եկել էր հոր գործը ավարտին հասցներ։ Եկել ասում է, գնա բողոքդ հետ վեկալ։ Վայ գարիքոր։ Բողոքեք դուք, արա։ Ես ճիշտ եմ ասել։ Բա դու անիքնասերի նման հել է գնացել ես դրանց տուն։ Են ինձ անկապ տեղը տանակով խփելա։ Դրանց տուն գնալու փոխարեն հիմա դու այդ հոգեկան հիվանդի վրա պետք է բողոք ներկայացնեիր։ Հավ լավ էլի։ Դու էլ ես դավաճան տեսակ, այդքան եք ասեմ։ Ինչի։ Որ աղբորս դեմ չեմ բողոքել։ Հա, Չեմ կարա։ հետ ինչի չես կարա է, հա։ Հենի կարային կանից դանակով խփի, դու չես կարա բողոքես։ Թե մակունցներիդ վայել չի։ Ես մենակ մի բան գիտեմ։ Մարդ կա մարդա, մարդ էլ կա մակունցա։ Հա դուք շատ վտանգավոր, շատ խափուսիկ դեմք եք, հա մանավան դու։ Դու հաստատինա դու էիր դուս եկել։ Հա, դու դուս էիր եկել ինա դու, որ են գրիքորը գարստ ինձ խեղտեր։ Այդ գրիքորը լավ չի պատկերացում, թե ես ով եմ։ Դրա գլուխը լրիվ քորա գալի։ Այդ կարող ուզում է ես ստուցել եմ ինքը գաստե պարկի։ Վերջացրեցիր։ Կլինի հիմա ես խոսեմ։ Չէ, չես կարա։ Սուս մնա։ Ախ, վերքս։ Ախ, կարերս։ Աչքիս կարերս քանդվել է։ Հա։ Հետի որ վզիցս բռնեց, ես շարժվեցի ուժեղ պրթոց եկավ։ Հանա ես էլ ասեմ հետ ինչ է։ Ախ։ Մամ ջան, հələ այս խմի թող մի քիչ նյարդերը թուլանա։ Վերցրու։ Մի հատ էլ տուր։ Վերցրու։ Ես էլ անցնելու մամ ջան։ Չմտածես։ Տարօրինակը։ Ես առանց հոնանի եւ ուժեղ եմ եւ թույլ։ Ես այդ թույլը երբեք չեմ տեսել։ Ես իմ ընտանիքի խաղաղությունն եմ ուզում։ Ատում եմ այս լարվածությունը։
ատում եմ ինչ-որ մեկի բացակայությունը։ Ուզում եմ բոլորդ ձեր սենյակներում լինեք, հանգիստ, խաղաղ, առանց մտահոգվելու։ Բայց դրանց հնարավոր է, մամ։ Ես միայն դրա մասին էի երազում ու դա մի օր կլինի։ Գրիշոյի վթարից հետո ես 1 տարի տագնապի մեջ եմ եղել։ 1 տարի չեմ կարողացել քնել, անընդհատ վատ լուրի էի սպասում։ Ու հիմա նույն զգացողությունն ունեմ։ Ես չեմ էլ ուզում հիշեմ այդ օրերը։ Ստացվում է։ Գնա պարկի լավ։ Չէ, մամ, մինչև պապայից լուր չունենամ, չեմ գնալու։ Հունան, Ինչ կա։ դու պիտի ինձ ասես ինչ կա։ Դուրս եմ եկել, տուն եմ գալիս։ Ինչ է ասում, մամ։ Գրիշոյի հետ ես, չէ։ Դե պատմի, պատմի, ինչ էին ասում։ Ուր էիր։ Ստեղ ենք էլի։ Գրիշո, ուր էիր։ Այն ավոյի մոտ էի։ Ու ինչի համար։ Դրանից հեռու ես մնում։ Ես ինչ պետք է կանեմ։ Տենց չի լինի, պապ ջան։ Իրար հետ կանենք ինչ պետք է։ Ոնց որ սովորություն է դառնում։ Հեր ու տղա հերթափոխով մտնում ենք բաժին, դուրս ենք գալիս։ Լավ, պատմի էլի, մի հատ իմանամ ինչ էին ասում։ Դե կարևոր չի։ Խառը հարցեր էին տալիս։ Ու երկրից չբացակայելու պայմանով էլ թողեցին։ Դա ավոյին ասել եմ, եթե հանգարց այդ չվեկալավ բողոքը վիզը կդրել։ Գրիշ հերիք հայլի հետ ավոյից խոսես։ Դու ավելի լավ է, մի քիչ արագ քշի հասնենք տուն։ Լեո, վերցրու։ Ով էր զանգում։ Այս տեղեկից էին գործի համար։ Հա, մոռացա ասեմ։ Լեան էր մի քանի անգամ զանգել քեզ։ Լավ ասացիր, Դավ։ Հեռախոսը մոտդ էր, նայիր։ Լեո, Ինչ կա ոնց ես։ լսի լավ էլի, ինչի չէիր պատասխանում հեռախոսիդ, ինչ ասես մտքովս չի անցել։ Հետ հեռախոսս անջատվել էր չէի տեսել։ Ճիշտն ասա։ Ի, Գրիշի հետ եք հանդիպել, Լեո։ Չէ, աղբորոդ հետ ինչի պիտի հանդիպեի։ Ես լսել եմ քո Գրիշի խոսակցությունը։ Հաստատ ինչ-որ բան ա եղել ու դու ինձ հիմա խաբում ես։ Լեա ուղակի մի պահ ինձ լավ չէի զգում։ Գնացի հիվանդանոց, ստուգեցին հետ եկա։ Հիմա ո՞նց ես։ Լավ եմ, դու մի մտածի։ Լեո, ո՞նց չմտածեմ։ Գիտես ինչքան բան ա մտքովս անցել։ Ախր գոնե մեկը զանգից պատասխաներ։ Հաստատ լավ ես, չէ։ Հա, Լեա։ Լավ եմ, անցավ գնաց։ Հիմա ինչ խնդիրների մեջ եք դու ու Գրիշը։ Արի դրա մասին չխոսանք էլի։ Ավելի լավ է դու քեզնից պատմի։ Ախր պատմելու բան էլ չկա, ուզում եի քո հետ կապի դուրս գայի, չէի կարողանում։ Հիմա անընդհատ երեսով ես տալու։ Ճիշտ եմ անելու, որովհետև չես պատկերացնի ինչ ապրումներ եմ ունեցել։
Մանուշակ, թատրոն եմ գնում, փորձ չունես, չես գալիս հետս։ Եվ։ Մանուշ, քորոնում ես, վարվում է երեխեն։ Աստված։ Դա ի՞նչ թղթերը։ Հեչ, սիվիսա։ Ինչը դա։ Վայ պապի, գործի հետ կապված թղթերը։ Հա։ Քրոջը թեյ պատրաստի ու մեկ էլ ջեր միջեցնող դեղտուր։ Թատրոնից կանչել են ինչ-որ թուղթ ունեմ ստորագրելու։ Արագ ստորագրեմ կամ։ Եղավ։ Եղավ շեֆ։ Հա, գնա։ Ալո։ Հա։ Հենց նոր բանկից դուրս եկա, սաղարել եմ, գումարը հեսա կնստի։ Եթե ուզում ես կարամ չայկերը ուղարկեմ։ Այդ ու մաս ինչ փոխանցել։ Հեչ, պարտքեի։ Դուրստեղ, Լեո։ Լեո։ Դուրստեղ ասում եմ, Լեո։ Ինչի համար ես վարկ վեկալել։ Տենց էր պետք։ Տուր է թղթերը գնամ տենամ մանանը ոնց եղավ։ Ինչի դեր պետք դավ։ Այ Լեո, ներվերը չունեմ, ասեմ տուր է թղթերը։ Ինչ ունես ինձանից թաքցնելու։ Ասա հասկանանք, դավ։ Խոսա դավո։ Մտել եմ Մոյիկա աշխատելու։ Այն օր ավտոն լվացի, հանելուց խփեցի։ Դրա համար եմ վարկ վերցրել։ Հիմա տուր է թղթերը։ Ու դրա մասին ես նոր եմ իմանում։ Հա, Լեո։ Ինչի։ Դու քո առողջության մասին մտածի։ Ուրիշ թեմաներ թող քեզ չհետաքրքրեն։ Արա ինչ ուրիշ թեմա։ Դու ուրիշ ես դավո։ Հեսա ֆեդերացիան բոյի փողերն էր փոխանցելու, ինչի համար ես վարկ վերցրել։ Այդ քո փողն է։ Քո համար էլ կօգտագործես։ Դու էլ երևի հարևանի տղեն ես, չէ՞։ Լեո հերիքա ես շեշ խոսես։ Առանձին ես էլի։ Դենց լավ չի։ Բաժակըդ, գթալըդ, ամանըդ էլ առանձնացրու։ Ներվերս մի կերելի։ Գնա դավ ջան։ Շատ ճիշտ ես անում, քո հետ էլ բան չկա խոսալու։ Իմ արև քո արև ճիշտ ես անում։ Ես ով եմ, որ դու իմ աշխատած փողերը ծախսես։ Գնա, վարկ վեկալ, ավելի շատ խրվի պարտքերի մեջ։ Սխալ տեղ ես գնում, պետք չի։ Երեխու հետ կապված հարցին պատասխանի։ Դու ախր քեզ ինչ, դու ով ես։ Հիմա հասկացար ով եմ։ Հունան, թեյ եմ դնում։
Սխացավը տանցավ։ Չէ։ Երեք Էռնան էր եկել։ Հետո։ Հետո լավ կոպտեցի։ Իսկ ով է քեզ թույլ տվել։ Ինքն ու Ավոն իրենց քայլերով։ Ասում եմ ով է քեզ թույլ տվել։ Հունան։ Հարցիս պատասխանի։ Ոչ ոք իրավունք չունի քեզ այս վիճակին հասցնի։ Ոչ ոք իրավունք չունի ընտանիքս վախի ու լարվածության մեջ պահի։ Ես չեմ պատրաստվում այս մթնոլորտի մեջ ապրել։ Մի հատ էլ անմեղ դեմքով եկել է ասում է ո՞նց է Հունանը։ Սրանից հետո Էռնայի հետ որևէ հարց չես պարզում։ Եթե պետք լինի, ես դա ինքս կանեմ։ Հասկացանք իրար։ Չհասկացանք իրար։ Ոչ ոք իրավունք չունի իմ տան անդորը խախտի։ Լինի դա Էռնան, թե մեկ ուրիշ էական չի։ Դու իմ տունն ես։ Ես չեմ կարողանում քեզնից հեռու մնալ, հասկացար։ Ցանկացած մեկը, ով կփորձի քեզ ինձնից հեռու պահել, թեկուզ 10 րոպե, կոչնչացնեմ, չեմ թողնի հանգիստ ապրի։ Սրանից հետո Էռնայի հետ որևէ հարց չպարզես։ Էռնան Ավոյով է հիվանդ, դու Էռնայով։ Ու այս եռանկյունին բոլորիս կյանքը դժոխք է սարքել։ Կամ դու հետ ես քաշվում, կամ ես անցնում եմ կտրուկ ու գործողությունների։ Դու ինձ լսում ես։ Միշտ։ Անդադար ամեն բառդ, ամեն նախադասությունդ։ Այդ դու ես սկսել ինձ չլսել։ Մենք իրար հետ խնդիրներ չունենք։ Մեր խնդիրները դրսից են ներս լցվում։ Եթե չես կարողանում դրանց դեմն առնես, ես կանեմ։ Մենք մի ընտանիք ենք, ու կապ չունի, որ մեկս դա կանի, որ մեկս մեր ընտանիքը վտանգից հետ կպահի։ Ես աչքերդ բացես քնել։ Չեմ մտածում եմ։ Եկ առաջա դիմել ես, ապրես։ Ով ավելի։ Լույսը նոր է բացվել, արի չկռվենք, հա։ Բավոլ լույսը նոր է բացվել։ Այս լույս տղուն, ինչ ես սոված պահում։ Ինչի հաց չես բերում, հաց ուտեմ։ Հեսա կբերեմ։ Հիմա արդեն տանելուդ վաղտը պատը լիներ։ Դե արագ, մի հատ հավեսով, համով, հոտով հաց բեր։ Բարև ձեզ։ Բարև Լեա։ Ներս արի։ Ոնց ես։ Լավ եկել ես արդեն լավ։ Երեք այդքան խոսեցինք, բայց էլի ուզում էի տեսնել քեզ։ Արի։ Չէ, Լեո, ուղղակի ուզում էի համոզվել, որ լավ ես գնում։ Լեա, ասում եմ արի։
Անհարմար եմ զգում նույնիսկ ինքս ինձ խոստովանել, որ Դավիթն ինձ հաճելի է, որովհետև կարճ ժամանակ առաջ Լեոին էի համակրում։ Բայց երևի Լեոյի դեպքում ընդհանրապես համակրանք էր, եթե շատ հանգիստ զիջեցի դիրքերս։ Հա, Հելեն, լսում եմ։ Դե որ լսում ես, ասա որտեղ ես թանկագին ընկերուհի։ Լեծիզոնում։ Պարզա, կառուցվածքիդ ես հետևում։ Ոչ միայն, նաև ստրեսից եմ դուրս գալիս։ Ես չգիտեի, որ դու ստրեսի մեջ ես։ Այ որ ինձ հետ հաճախ շփվես, կիմանաս։ Հաշվի կառնեմ։ Օրինակ ինչ ինձ հյուր չես գալիս։ Որովհետև տանը չես լինում։ Իսկ ես տուն չեմ հրավիրում, կարող ես Լեծիզոն գալ։ Այստեղի փաթեթը ձեռք բերելով ստանում ես անսահմանափակ հյուր բերելու հնարավորություն։ Լավ առաջարկա, կօգտվեմ։ Հա, ես նույնիսկ առաջարկում եմ, որ միասին գանք։ Կներեք, որ ձեր ռոմանտիկ միջավայրը խանգարում եմ, բայց սուրճ, թե ինչ կուզեք։ Սուրճ։ Ինձ էլ սուրճ, շնորհակալություն։ Լավ։ Շատ էիր կարոտել։ Շատ էի վախեցել Լեո։ Եթե պապայի հետ կապած այս դեպքերը չլիներ, անպայման գալեի քեզ տեսնեի։ Ինչ ա եղել պապայիդ։ Ավոյն ա դանակահարել։ Դե հորիցը թեռու չէր։ Ատելությամբ ես չէ լծված ընտանիքիս հանդեպ։ Մեղավորը ես չեմ, Լեա։ Լեո, ես սարսափում էի քո ու Գրիշի հնարավոր հանդիպումից։ Կհանդիպեինք, եթե ես չվատանայի։ Լեո, խնդրում եմ, տենց բան մի ասա։ Ես ամեն ինչ անում էի, որ Գրիշը հանկարծ քեզ չհասներ, որ հանկարծ չհանդիպեիք։ Չգիտեմ ինչքան ժամանակով հետաձգվեց, բայց վաղ թե ուշ հանդիպելու ենք։ Լեո, շատ եմ խնդրում։ Գոնե հանուն ինձ հրաժարվի այդ հանդիպումից։ Ինչա ձեր սուրճերինի հյուրասիրվեք։ Դավ, արի դու էլ մեր հետ նստի։ Չէ, ախպերս պետք է գնամ մանանին դեղ տամ։ Ինչի մանանին ինչ ա եղել։ Հիվանդացել է։ Բայց համել պատժված է։ Ինչի։ Աղբորը տերեսից։ Մամջան, ոչինչ լավ։ Մի քիչ բարդ հետապ է կանցնի էլի։ Իսկ այդ բարդ этаպը ոնց եկավ ընկավ մեր գլխին։ Էսի։ Ուրեմն մի ասա բարդ իրավիճակը։ Ասա բարդ իրավիճակ ենք ստեղծել, տան մթնոլորտը փչացրել ենք, բոլորին հասցրել ենք նյարդային ստրեսի։ Այդ բոլորը տան մթնոլորտը կարգավորում լավ էիք պահում, ես էլ փչացնողն էի։ Գրիշո, ինձ կարող ես մի րոպե հանգիստ թողնել։ Այ մամջան, հետդ խոսում եմ մի քիչ թեթևանաս, քեզ լավ զգաս, վատ բան եմ անում։ Վատ բան արդեն արել ես, հիմա հետևանքներն են։ Հորիցդ տեղյակ ես։ Չէ։ Չէր սպասում։